Ձեր ժամանակը չհրաշալու համար մի անգամից ուզում եմ անցնեմ խոսքին, որը վերնագրել եմ հետևյալ կերպ. Ինչ է անունդ։ Առասարակ երբ որ ծանոթանում են, առաջի բանը հարցում են անուն իմանալու մարդու։ Եվ գիտես, մարդը բաղկացած է, բոլորս էլ հայտնի է մարմին, շունչ եւ հոգի։ Ես որպես թե մարմին, շունչ, հոգի եմ, դու նույնպես, բայց մենք իրարից շատ տարբեր ենք։ Երբ որ մարդ ծնվում է, իրան ծնդական են տալիս, ասել է թե կնքում են, անուն են տալիս եւ մարդը ստիպված է լինում այդ անունի հետ մեծանա եւ այդ անունով ծերանա։ Եվ մարդու անունը բնորոշում է իր ինքնությունը։ Այ օրինակ, երբ որ ինչ-որ մեկի անունը տալիս են մոտդ, ակնթարթների մեջ, քո մտքի մեջ տեսնում ես այդ մարդու դիմագծերը։ Գոնե թե իմ մոտ տենց է։ Տեսնում եմ այդ մարդուն, նոր շարունակությունը սկսում եմ լսել, տենամ ինչ պետք է ասվի։ Այ օրինակ ես մի հատ անուն եմ ասել, ուզում եմ տենամ դու ես տես, թե մենակ ես եմ տես։ Օրինակ, ինչ ասենք, Հիտլեր, Հիտլեր, օրինակ, տեսակ ձեր մտքի մեջ իր այդ կիսատ բեղերով այդ անձնավորությանը։ Այսինքն մեկի անունը, որ տալիս են, նախ առաջինը քո մտքի մեջ մի անգամից այդ մարդն է տպավորվում իր մարդկային տեսակով հանդերձ։ Ես սկզբից պրոստը ինձ համար մի հատ հարթակ եմ անանում, որ հետո գնալու ենք ուրիշ տեղեր։ Բանն անում է, որ երբ որ մարդու մասին քո մոտ խոսում են, անուն տալիս են, երբ որ քո ոչ տպավորում այդ մարդը, տպավորում է նաև իր այն կարծիքը, որ միջև է ուներ իր մասին։ Այսինքն ինչ որ մի պահի իր արած չարացներով հանդերձ։ Ենթադրենք, պետք է այդ բանը չաներ այդ մարդը, բայց դեմես որ ինքը անում է, իրան անվայելու չա պահում, մի տեսակ քո մեջ տպավորում է, երբ որ իր անունը տալիս են, դու իրան այդպեսին ես հիշում քո մտքի մեջ։ Կամ ասենք, պետքա չաներ եւ հենց այդ չի էլ անում, ասում ես ինչ լավ է, դες տպավորվում է քո մեջ այս մարդը։ Սա էլ օրինակ, որ ինձ ասում են Հրազդանի Կարենը, ես իմ մտքում երկու հատ Կարեն եմ տենում, մի անգամից։ Դե պետք է ճշտեմ, Լաչինի Կարենա, թե մեր Իզաբելայի Արմինեի աղբեր Կարենա։ Այսինքն մարդու անունը խոսում է իր ինքնության, իր մարդկային տեսակի մասին։ Արած չարացներով հանդերձ ճիշտ խոսքեր ասած չասելով հանդերձ։ Մի բանը կարող է ես սխալվեմ այդ տպավորությունում այդ մարդու հանդեպ։ Կարամ չսխալվեմ, աչքերևույթով դատաստանամ սխալվեմ, բայց որ տպավորվում է այդ մարդի մեջ դա փաստ է։ Երբ որ մարդու անունը տալիս ես, դու իր միանգամից մտքումդ տեսնում ես այդ ձևին։ Տարբեր մարդկանց մոտ մարդը կարող թողնի տարբեր տպավորություն։ Միևնույն ժամանակ։ Օրինակ, գող ավազակ մարդը բարեպաշտ մարդու մոտ մի տպավորություն է թողում, իր նման համախոհների մոտ մի այլ տպավորություն է թողում։ Նույն եւ ասենք հավատացյալ, ասենք ողորմած մարդը, ներող մարդը, հավատացյալների մոտ մի տպավորություն է թողում, աշխարհի մարդկանց մոտ գրփող, հարվածող, չգիտեմ, թալանող մարդու մոտ մի այլ տպավորություն է թողում։ Ոնց կարելի է մարդուն ներած կամ օգնած, չգիտեմ։ Մարդը կարա միևնույն ժամանակ տարբեր տպավորություններ թողնել։ Հիմա այդ որ ասում են, որ մարդու մասին անունը տալիս են քո մտքում տենում ես, ուզում եմ ասեմ քուր ես եղբայրս, իմ ու քո անունը տալիս իրանքեր են իրանց մտքում տենում մեզ։ Այ ինչպեսին են տեսնում, սա հարցի մյուս կողմն է։ Ես տեսել եմ իմ պապիկիս հորը։ Ինքը շատ մեծ մարդ էր, ասում էին շատ իմաստուն, շատ կարդացած։ Մի հատ բան էր ասում, հիշում եմ, ասում է, երեխան երբ որ ծնվում է, պետք է դառնա գոնե թե 18 տարեկան, տենաս ով է, ինչա որ անուն դնես այս մարդուն։ Թե չէ մեկ ես տենում անուն դել են սիրուն գեղեցիկ, բայց ոչ մի ընդհանուր կապ չունի։ Իդեպ ես թե ոչ մեկին չեմ ճանաչում, ես ասեմ, ես տեսել եմ ազնվորություններ, որ ինքը գեղեցիկ է, անունը եւ ներսով եւ դրսևան շատ գեղեցիկ է։ Բայց կարա լինի եւ հակառակը։ Մեր մոտ կա մի հատ քույրիկ անունը Համեստ, որ անունը չիմանաս իրան տանց կասես իր անունը Համեստ է։ Բայց կա որ շատ անհամեստ է իր անունը դրած Համեստ, հա։ Կամ ասենք տղա երեխան հորը մոր կյանքը կերել է, սաղ օրը տնից գողանալով տանելով ստեղ ընդեղ անունը դել են Պարքև ու կամ Նվեր։ Ասա Պարքևը ո՞րն է ուզում ես ասես։ Դառնացել է ծնողների կյանքը։ Անունդ ի՞նչ է։ Բոլորն էլ լավ անուններ են դնում իրանց երեխաներին, ակնկալելով որ կլինեն լավ մարդիկ։ Պիտանի բնությանը, պիտանի մարդկությանը, բայց Սուրբ Գրքում մի քանի դեպքեր կա, որ լավ անուն չեն դրել այդ մարդկանց։ Մեկի մասին ուզում եմ կարդամ Առաջի Թագավորաց 4-րդ գլուխ 19-ից 22-րդ խոսքերն է։ Կա ստեղ թե բացեմ։ Առաջին Թագավորաց 4-րդ գլուխ 19-ից 22-րդ խոսքերը։
Լավ, իմ մոտ բացեց ես արդեն։ Սա այն ժամանակներ, երբ որ հեղի որդիները պատերազմում ընկնում են, եւ հեղին էլ մահանում է, եւ հարսը հեղի պետքա ծննդաբերի։ Եվ նրա հարսը Փենեհեսի կինը հղի էր ծնելու մոտ, երբ որ Աստծո տապանակի առնվելու եւ իր կեսրարի եւ մարդի մեռնելու լուրը լսեց, ծնկերը թուլացան եւ նա ծնեց, որովհետեւ ցավերը նրան բռնեցին։ Եվ երբ որ մեռնում էր, նրա մոտ կանգնող կիները նրան ասեցին. «Մի վախենա, որովհետեւ տղա ես ծնել»։ Բայց նա չպատասխանեց եւ ուշադրություն չարավ։ Եվ այն տղայի անունը Իքաբոդ կոչեց, ասելով թե Իսրայելիցը փառքը վերացավ։ Ասենք թե պատիվ չունի, հա, բերեք մեր բանով ասենք։ Տղան ունեցավ վրան դրեց պատիվը կորավ, պատիվ չունի։ Հիմա ես խես երեխեմ տիսես մեծանալ, այս անունով ծերանար։ Եվ իրան պետք է ասեն, «Էй, պատիվ չունեցող, այս ինչ բանը բեր»։ Անպատիվ մարդ, հա, բայց ինչքան վատ է, չէ՞ որ սենց անունա։ Եվ այս անունը ուրիշների մոտ որ տային, իրանց մեջ ձևավորվում էր, որ այսով է այս մարդը։ Եվ նման դեպք եղել է նաև, երբ որ Ռաքելը ծննդաբերեց, հա, Բենյամինին, Ցավի որդի, Արչի որդի, մի խոսքով 2-3 սենց դեպք կա Սուրբ գրքում, բայց մենք միշտ ձգտում ենք լավ անուն դնենք, որ պատվի արժանի մարդու անուն դնենք, չգիտեմ, որ լավ տպավորություն թողնի իր ողջ կյանքի ընթացքում։ Հիմա պատկերացրեք մի մարդ, երևի թե հանդիպած կլինեք, որ ինքը ոնց խոսում է մույնաթով է խոսում։ Ոնց խոսում է այս մարդը, ունք էր ասես, biz մույնաթով իր ձայնային ելևէջների մեջ մույնաթ կա միշտ։ Հիմա երբ որ այդ մարդու անունը տալիս են, ես իրան ոչ միայն դեմքն եմ տենում, չեմ լսում, տենում եմ իր ձայնային այդ ելևէջները, իմ մտքիս մեջ։ Մի անգամից որտեվ մինչ այդ տենց է տպավորվել իմ մոտ այդ մարդը։ Իր անունը այդ անձնավորությունը տենց է տպավորվել։ Իսկ եթե մեկը սիրո արտացոլում ամիս, իրան հենց անուն տալիս է մտքին մեջ տեմես ջպի դեմք իր ուրախ չէ, այդ քաղցր ձենն ես տենում մտքիդ մեջ, անուշ խոսքերը սենց մեղրով համևծած, աղով համևծած, մի խոսքով մարդու անունը խոսում է իր ինքնության, իր մարդկային տեսակի մասին։ Հիմա մի անգամից ուզում եմ տեղափոխվենք որտեղ մի ուրիշ վայր, Առակաց 27:19։ Մի բանա, որ քեզ ճանաչում են այդպիսին, մի բանա, որ իրականում դու ինչպիսին ես։ Ես կարամ անենց անեմ, որ ինձ ճանաչեն բոլորը լավ, բայց իրականությունը որն է։ Ես ուզում եմ այսօր խոսեմ այդ իրական անունի մասին ենք այսօր խոսելու։ Ես մարդը մինչև կբացեն Առակաց 27:19-ն։ Մարդը ունակ է կերպարանափոխվելու։ Կա կենդանի, երևի թե գիտեք, որ ինքը կերպարանափոխվում է համաձայն միջավայրի, կամ ասենք ինչ որ եթե մեկ իր հանդեպ որս է սկսել, ինքը այդ կենդանին կերպարանափոխվում է, որ իրան չճարի, մի խոսքով։ Մարդն էլ ունակ է կերպարանափոխվելու իր ներքին արժեքներով։ Ցույց տալու մի բան, բայց ներքից կարող լինի մեկ ուրիշը։ Ուրեմն Առակաց 27:19։ Ինչպես ջրումը երեսն է երեսի դեմ, այնպես է սրտի մեջ մարդս մարդի դեմ։ Մտածում եմ այն ժամանակ հայելի եղել է, բայց հայելին կարա մի քիչ մարդու դեմքը փոխի։ Չաղին սարքի նիհարին չգիտեմ չաղ, բայց Սուրբ Գիրքը հետևյալն ասում, ինչպես ջրումը երեսն է երեսի դեմ, այնպես է սրտի մեջ մարդս մարդի դեմ։ Ես դու չես կարա ջրի մեջ նայես, պաղ զուլալ ջրի մեջ նայես, դու լինես ուրիշ, այնտեղ ուրիշ ցույց տա։ Նա արտացոլումն է ճիշտ նրա ինչ որ կաս։ Առանց որևէ ավելացումների կամ պակասումների, ճիշտ է, չի կարա քո երեսի խալն այնտեղ ցույց չտա։ Կամ հակառակն, այս արեցիս ինչ է, ես այդ ձև, բայց ճիշտ նույնը, ինչ որ ջրի մեջ նայում ես, երեսի առաջին է, նույն ձև սրտի մեջ մարդս մարդի դեմ։ Ես այս ամեն ինչի համար եմ ասում, որ շատ հնարավոր է, որ դու մարդս, չասեմ դու, կերպարանափոխում է համաձայն միջավայրի, հավատացյալների մեջ լավ հավատացյալ եմ, մի խոսքով, բայց սրտի մեջ ինքնա եւ ինքը, ուրիշ մեկը չկա։ Գիտեք, շատ անգամ Սուրբ Գրքում տեսնում ենք, որ Աստված մարդկանց անուններ է փոխել։ Բերեք մի քանիսին ասենք. Աբրահամ, Աբրահամ, չէ՞, Սարա, Սարայ, Սողոմոն, Հեդիդիա, Հակոբին, Իսրայել, Հրեբոա դարավ Գեդեոն, Գանք նոր կտակարան, Ղևին դարավ Մաթեոս ավետարանիչը, Սիմոն, Պետրոս, մի խոսքով, Սողոս, Պողոս եւ այլն եւ այլն։ Աստված մարդկանց տվել է անուններ, որ դա իրական անունն է։ Իսկ երբ որ Աստված դրա մասին բարձրաձայնել է մարդկության մեջ, մարդիկ սկսել են այդ անունով կանչելը։
Այն վերնագիրը ո՞ց էր, ով այշում։ Ինչի անունը։ Երբ որ կարամ ես ու դու գնանք մեր սրտի մեջ, մարդը մարդի դեմ, դու քո դեմ, ուրիշ երրորդը չկա, այնտեղ թերևս Աստված ասի մեր իսկական անունը։ Ինչպես ջրի մեջ երեսի, դու ընդեղ քո հետ կարաս հանդիպես։ Բայց այլ ասեմ, մարդը կարա ինք իրան ընդեղել խափի։ Դա շատ կարևոր է, երբ որ լինես քո սրտի մեջ, դու եւ դու քեզ հետ Աստծո լույսի ներքո քեզի նայես քո դեմքդ։ Այն ժամանակ քո իրական անունը կիմանաս։ Հուդա Իսկարիովտացու անունը ինչ էր, ով գիտի։ Սա պրովոկացիոն հարց է։ Հուդա։ Մենք ես ինչ միջի, Հուդա։ Եվ ժողովուրդը իրան ճանաչում են որպես Հուդա, չէ՞։ Բա Հուդան, Իսկարիովտացին, Հիսուսի աշակերտը։ Մի քանի ոգել երևի թելի ընդհանրում են մտածում են, որ Հիսուսին բան են ուզում հասցնեն, գար, աղոթե կամ չգիտեմ ինչ, հնար չկար, ահա, Հուդան կա, այն չերես Հուդայի։ Դե Հուդան մոտիկ է Հիսուսին, Հուդան իր աշակերտն է, հայավարին են իրանց ճանապարհներով, միգուցե։ Բոլորը ճանաչում են իրան, Հուդա Իսկարիովտացի, Հիսուսի 12 աշակերտներից մեկը։ Եվ ճիշտ են ճանաչում կարծես թե։ Բայց Աստված իրան չէ ճանաչում որպես Հուդա, միայն ոչ Աստված։ Հովհաննես 12-րդ գլուխ 1-6-ը բոլորից շատ ծանոթ տեղ։ Սա այն պահն է, երբ որ 3-ից կարդամ, Մարիամն էր մի լիտր նարդոսի ազնիվ մեծագույն յուղ առավ, մի լիտր, ընդ գրամ չէր, 2 գրամ չէր, 5 գրամ չէր։ Սա շատ թանկ յուղ էր, շատ անգամ լսել եք սրա մասին։ Մեծագին յուղ առավ, Հիսուսի ոտները օծեց եւ իր մազերովը սրբում էր նրա ոտները եւ տունը լցվեցավ յուղի հոտովը։ Եվ ասեց նրան աշակերտներից մեկը, Հուդա Սիմոնյան Իսկարիովտացին, որ նրան մատնելու էր։ Ինչու համար այդ յուղը 300 դենարի չծախվեցավ եւ աղքատներին տրվեցավ։ Բայց ասեց ոչ թե, որովհետեւ աղքատների համար նրա հոգն էր, այլ որ գող էր։ Սուբիք սրա մասին մեզ ասում է, եւ Աստված իրան ճանաչում էր։ Բոլորը գիտեն Հուդա, ասած ասում է սա գող է։ Եվ Տերը գիտեր։ Ես չեմ կարող ասեմ հիմա ինչի համար է Տերը հանդուրժում խեր կանչել, բայց որ Տերը իրան ճանաչում է, որովհետեւ գող էր, ավետարանը մեզ դրա մասին ասում է։ Այսօր Աստված ոնց է ճանաչում ինձ ու քեզ։ Ինչ է քո անունը, քուրս, եղբայրս։ Ինչ է իմ անունը։ Ես օրինակներ եմ ստեղ ասելու, ոմանք իրականությունից վերցրված, ոմանք թերևս հորինված, որպեսզի ավելի լավ տպավորիչ լինի ձեր մեջ։ Եթե ինչ-որ մեկ իրան կբռնեցնի, միգուցե սա քո պատասխան աղոթների չգիտեմ, բայց կոպիտ օրինակներ լինելու, որ ավելի պարզ կարողանամ իմ միտքը ձեզ փոխանցել։ Պատկերացեք մի քույրիկ, որ շատ լավ անուն ունի եկեղեցում եւ ինչի՞ չէ, բոլորի հետ գրկախառվում, մի ջանջիգյար դուրսը, մի համբիրվում, բոլորին հասնում օգնում, բայց տունը մի անգամ իր կիսուրին հələ ջան ասած չկա։ Բայց ում տենում է սա կիսուրին մարդու հետ։ Մի անգամ էլ մարդուն ջան ասած չկա, գիտեմ եղբայրներ, ծերացին ասում մի անգամ ջան չեմ լսել կնոջիցս, բայց ում ասես ջան ու ջիգյարա։ Երեխեք հետ այնց սառնա խոսում, որ վախում են թե ծպոտ հանեն երեխեքը։ Ամբողջ, բայց դրսում դարելա բոլորի բերանի երգը, չկա սրա նմանը, ամենտեղ, ինչ մեկ հա երգը, չկա քեզի նման, հա, չկա քեզի նման, դու ես աննման։ Տունն են ես ու երգը երգում։ Ասում եմ չկա քո նմանը, չկա, որտեղից եկար։ Ասում քուրիկ ջան, քո անունը ինչ է։ Դու որ մեկն ես, դու նայես թե սա ես։ Եղբայր գիտեմ, որ եղբոր համար կյանքը կտամ մի հատ ovçի անի։ Միգուցե չափազանցված եմ ասում, բայց տեսել եմ իրա, այս բառը ես չգիտեմ, թասիբը տեսել եմ ամենտեղ։ Բայց միևնույն ժամանակ, այս նույն եղբոր կոկորդը կկտրի մի հատ ovçի անելի, մի հատ թեթև սխալի համար։ Ասում աղբե ջան, ինձ օգնի ճանաչեմ քեզ, դու ով ես։ Համսա ես տեսել եմ, համսա ես տեսել եմ։ Քո անունը ինչ է վերջ-վերջո։ Հիմա ասում եմ, ձեզանից ոչ մեկին հետաքրքիր է իրական անունը ինչ է, ինձ հետաքրքիր է եղել։ Ես փորձել եմ գնամ իմ սրտի խորքերը, որտեղ ես եմ եւ ես։ Այնտեղ արտավազ դախպերը չկա, աղաջան չկա, գորը չկա, ոչ ես եմ, կինս չի, երեխեք, ես եմ իմ առաջ եւ ինձ քննում եմ Աստծո լույսի ներքո։ Եվ ուզում եմ հասկանալ, Տեր, դու ինձ որպես ով ես ճանաչում։ Շատերը կարող են ճանաչեն հարգելով, ոմանք կարող փնովեն հետևիցս բամբասեն։ Տեր, դու ինձ ով ես ճանաչում։
ինչ է իմ անունը, ինչ կարծիք ես իմ մասին։ Թե չէ մեկ էլ ես տեսնում քրիստոնյան վերստին ծնված, մեկը մի հատ մի խոսքով կշտամբում է մի բան անում, անենց ավրա պրծնում գալի ատամներ գցում։ Չես կարող հասկանաս ով է այս մարդը։ Իրոք քրիստոնյա է թե ոչ։ Կամ այն համեստ քույրը շատ ներողություն արտահայտած լրփանում է, ասում ես դու ով ես։ Քո անունը ինչ է։ Ես մի քանի համար եմ կարդալու իրար հետևից, որպեսզի միտքս կարողանամ ամբողջացնել, բայց մինչ այդ 2 Տիմոթեոս 2:19 խոսքը։ Բայց Աստծո հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքը ունի։ Ուզում ստեղ կանգնենք մի հատ։ Սուրբիկն ասում է, որ Աստված մի հատ հաստատ հիմք կա կանգնած եւ կնիք ունի։ Այսքանը ֆիքսեցիք, չէ՞։ Մի հատ հաստատ հիմք ունի կանգնած եւ կնիք ունի։ Հիմա տանք այդ կնիքը ո՞րն է։ Թե Տերը ճանաչում է նրանց, որ իրենն են, եւ թե յետք է նա անիրավությունից այն ամենը, որ Քրիստոսի անունը կանչում է։ Սիրելի քույրեր եղբայրներ, ում ուղղված է խոսքը, աշխարհին անհավատին թե հավատացյալին։ Ես կարծում եմ հավատացյալին է ուղղված, որ թող յետք է նա ամեն ով որ Քրիստոսի անունը կանչում է, յետք է նա անիրավությունից։ Որովհետև մի հատ հաստատ հիմք կա կնքված, թե Տերը ճանաչում է իրեններին։ Եթե ես այսօր իրենն եմ, ասում եմ, եթե Քրիստոսի անունը կանչում ես, յետ կաց անիրավությունից։ Ասել է թե եթե ես անիրավության մեջ եմ, ես իրենը չեմ կարող լինեմ։ Չի կարող լինի, որ ես թեկուզ մասնակցեմ պաշտամունքի, բայց անիրավության մեջ լինեմ եւ Տեր ասի սա իմն է։ Տերը ճանաչում է իրեններին։ Եվ թող յետք է նա անիրավությունից ամեն Քրիստոսի անունը կանչողը։ Հիմա մի քանի համար իրար հետևից կարդալու ենք։ Հովանու ավետարան, բոլորից շատ քաջ, հայտնի 10-րդ գլուխ, 3-րդ խոսքը, այնուհետև 14 եւ 27-ը։ Դռնապանը նրա համար բաց է անում եւ ոչխարները նրա ձայնը լսում են։ Եվ նա իր ոչխարներն իրանց անունովը կանչում է եւ նրանց դուրս է հանում։ Եվ նա իրանց անունովը կանչում է եւ դուրս է հանում։ Եվ շարունակությունը 14-րդ խոսքը։ Ես եմ բարի հովիվը եւ ես իմիներին, հլասե իմիներին, եւ ես իմիներին ճանաչում եմ եւ իմիներիցն էլ ճանաչում եմ։ Հետո կընթարացնեմ 27-րդ խոսքը։ Իմ ոչխարների իմ ձայնը լսում են եւ ես ճանաչում եմ նրանց եւ իմ ետևից գալիս են։ Ժողովուրդ ջան, այսօր ոչ բոլորն են լսում Քրիստոսի ձայնը։ Լսողներից ոչ բոլորն են ճանաչում նրա ձայնը։ Եվ ցավոք սրտի ոչ բոլոր ճանաչողներն են, որ գնում են նրա ետևից։ Նորից ես համարը կարդամ։ Եվ իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց եւ իմ ետևից գալիս են։ Շատ մարդիկ եմ հանդիպել, որ լսում են, ճանաչում են, մասնակցում են, բայց Քրիստոսի ետևից չեն գնում։ Ասել է թե ավետարանը չի հովվում իրանց։ Մի կետից մյուս կետ չի տանում, սրբությունից սրբություն չի տանում, փառքից փառք չի տանում։ Մարդիկ պրոստը մասնակցում են։ Բայց Հիսուսն ասում է, նրանք իմ ձայնը լսում են, ճանաչում են, ես իրանց ճանաչում եմ եւ ինչ վերջում իմ ետևից գալիս են։ Սա շատ կարևոր փաստ է, շատ կարևոր։ Եվ Եսայի 43:1-ը եւ կիմանաք թե ինչի համար է այսքան համաները կարդում։ Եվ հիմա այսպես է ասում Տերը քո ստեղծողով Հակոբ եւ քո արարիչը ով Իսրայել։ Մի վախենար, որովհետև ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թե դու իմն ես։ Ես որքան եմ փափագում, որ Տեր ինձ իմ անունով կանչի եւ ասի իմն է։ Ես ուզում եմ սրտիս մեջ, երբ որ գնամ, լինեմ ես եւ ես, դեմ ու դեմ ինքս ինձ հետ, Աստծո լույսի ներքո հայտնաբերեմ, որ ես Իրանն եմ։ Մի անուն հասկանամ, որ Աստված այդ անունը, որ ասում է, այդ անվան անունը լինի իմն ես։ Ես ուրիշ բան չեմ փափագում, որ այդ իմ իրական անվան անունը Տեր ասի իմն ես։ Իմ անունը լինի իմն ես Տիրոջ համար։ Սանից ավելի բան ես չեմ ուզում։ Բայց սրա համար պետք է գնացվի այնտեղ։ Ինչպես ջրումն է երեսի առջև, այնպես է սրտի մեջ է մարդը մարդու առջև։
Ոմանքս բավարարվել ենք ակետից բեկետը հասնելով, ինչ որ բաներ հասկանալով, ինչ որ բաներ իմանալով, բայց Տերը սա չի ուզում։ Տերը ուզում է, որ մենք հոգևորապես աճենք, մինչև Հիսուս Քրիստոսի կատարյալ հասակ ունենանք։ Ուրեմն, այս Քարոզի մեջ ծնվավ, երբ որ մի հատ քուրիկի տեսա, թուրքվեք պատմեմ իր մասին, մենք առաջ պաշտամունք էինք անում 3-րդ հարգում, եղբայրներից երևի եղել այնտեղ։ Ուրեմն բոլոր քուրիկները գալիս են, վազելով հլդում են այդ 3 հարգը, իրար հետ շփվելու քուրերի հետ, դե մեկ շաբաթ չեն տեսել կամ մի քանի օր չեն տեսել, կամ ծառայության հետ պայմանավորվելու համար, խշկիսուները տնգալ են մինչև հլդում են շնչակտու 3-րդ հարգը։ Բայց մի հատ քուրիկ տեսա, ինքը նորահոգի, նոր ապաշխարել էր, նոր ճանաչել էր Քրիստոսին, իր կիսուրի ձեռքից բռնած, հատ-հատ այդ աստիճանները բարձրացնում էր։ Մի կնոջ, որը գիշեր եւ ցերեկ չէր դադարում իրան անիծելուց եւ հայուելուց։ Ինքս դրա վկան եմ եղել։ Եվ այս քուրիկի երբ որ տեսա որ բարձրացնում էր, նա համոզված էր, որ երբ որ հասցնի այնտեղ ավելի մեծ անակնկալի արժանանալ, բայց նա անում էր դա սիրով։ Եվ այս Քարոզի մեջ ծնվավ, ասեմ Տեր Աստված, դու իրան տենաս ոնց ես ճանաչում։ Մենք իրան իմանում ենք թույլ տվեք անունը չասեմ մանավանդ որ ձայնագրվում է, չնայած նրան երբ որ այս Քարոզը մեր մոտ տվեցի բոլորը ճանաչեցին այդ քուրիկին։ Եվ ես ասեցի բոլոր մեր եկեղեցի քույրերը, თუ նաև իմ կինս, այդ քուրիկից ինչ որ բաներ ունեն սովորելու։ Որովհետև ինքը գիտե որ հեսա հանիվերև անեցել է, իջասի անեցել է, նա էլ չալիկով էր ու հիվանդ էր, մի քիչ էլ երևի թե խնդիրներ ուներ, բայց այս քուրիկը սիրով դառնում էր։ Բայց ինչ բառերով էր անիծում չեք պատկերացնի ժողովուրդ, բայց նա ստանում էր։ Եվ մտածեցի ասի Տեր, տենաս դու իրան ինչ անունով ես ճանաչում։ Ես ինքան կուզեի, եւ տեղ հարց առաջացավ, իսկ ինձ որպես ով ես ճանաչում։ Բոլորը գիտեն ավակ, դու ինձ որպես ինչ ես ճանաչում։ Արտավազդ ախպերը ներկայացրեց, ասավ, ծրված օրվանից ավակ է։ Բանակում եղել եմ ստարշինային, այսպես բաներով, ավակ էին ասում։ Տեր, բայց դու ինձ ով ես ճանաչում։ Ես ով եմ քո առաջին։ Կարա մեծ ամբիոններից խոսամ, քարոզեմ խրատներ տամ, խորհուրդներ տամ, բայց դու ինձ ով ես ճանաչում։ Իմ ներսի մարդում, որպեսզի դա հասկանամ Տերը ոնց է ճանաչում։ Ինձ մի վարկա պետք է գնամ այնտեղ։ Այդ վայրը սրտի մեջ է։ Երբ որ դու ես եւ դու։ Հովանու ավետարան առաջի գլուխ 43-ից 50 խոսքերը։ Գիտեք, ես պատմությունը Նաթանայելի հետ կապված։ Հետևյալ օրը կամեցավ Հիսուսը դուրս գնալ Գալիլեա եւ գտնում է Փիլիպոսին եւ ասում նրան. Իմ ետևից եք։ Փիլիպոսն էլ Բեթսայդայից էր Անդրեասի եւ Պետրոսի քաղաքիցը։ Փիլիպոսի եւ Պետրոսի քաղաքիցը, Փիլիպոսն էլ գտնում է Նաթանայելին եւ ասում նրան. Նա, որի մասին գրեց Մովսեսը օրենքումը եւ մարգարեներն էլ գտանք Հովսեփի որդի Հիսուսին, Նազարեթիցը։ Եվ Նաթանայելը նրան ասեց. Կարելի է որ Նազարեթիցը մի բարի բան լինի։ Փիլիպոսն նրան ասեց. Եկ եւ տես։ Այս զրույցը մենք տեսանք, լսեցինք իրան զրույցը։ Հիմա Հիսուսը տեսավ Նաթանայելին իրան մոտ գալիս։ Չէին հանդիպել, հերվից գալիս էր Նաթանայելը, տեսավ իր մոտ գալիս հերվից։ Եվ ասեց նրա համար. Ահա ճիշտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա։ Նաթանայելն ասում է նրան. Ինչ տեղից ես ճանաչում ինձ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Փիլիպոսը դեռ քեզ չկանչած, քեզ տեսա, որ թզերնու տակն էիր։ Նաթանայելը պատասխանեց եւ ասեց. Ռաբի, դու Աստծո որդին ես, դու ես Իսրայելի թագավորը։ Մի հատ հետաքրքիր բան ստեղ կատարվեցավ։ Նաթանայելը, որ չէր հավատում, որ Նազարեթից կարող է մի բարի բան դուրս գալ, որ գտվել է Մեսիան, ճանաչել են, ճարել են, Մեսիային թութվեք սենց ասեմ, հա։ Նա չէր հավատում եւ Փիլիպոս ասավ եկ տես, դեռ Հիսուսին չասած, Հիսուսը կանչեց եւ ասեց. Ահա Իսրայելացի մարդ, որի մեջ նենգություն չկա։ Նաթանայելն ինչ ասավ, Տեր որտե՞ց ես ինձ ճանաչում։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Հիսուս ասում է, այն որ թզերնի տակ էիր, ես քեզ այնտեղ տեսա։ Նաթանայել ինչ էր անում թզերնի տակ դու։ Նաթանայելը գիտեր, որ ինքը նենգավոր մարդ չի, դա ասավ, Տեր որտե՞ց ես ինձ ճանաչում։ Այո, նա սուրբ չէր, նա Քրիստոսի կարիքը շատ ուներ, բայց որ նենգավոր չէր, սա էլ գիտեր եւ զարմացավ, որ Հիսուսը սա գիտի։ Ասա որտեղից ես ճանաչում, ասա որ թզենի տակ էիր։ Ասում կարող է թզենի տակ
Նաթանայելը իր սրտի մեջ ինքն էր ինքի իր հետ։ Քննում էր իրան, խոսքով, Աստծո լույսի տակ, եւ Տերը այնտեղ ներկա էր։ Եվ հայտարարեց, ասավ, սա է մարդը, որ նենգավոր չի։ Մտածում ասում, երևի Նաթանայելը քնում էր իրան, նենգավոր, չէ, նենգություն չեմ արել, երբեք ոչ ոքի, ես ասում, ալելույա, լավ եմ։ Այս հարցում, հա, եւ Տերը մատը դրեց դրա վրա։ Այն որ թզենի տակ մենակ էր, ինքդ քո հետ, ես ընդեղ եմ, ես տեսա այդ ամենը։ Ժողովուրդ ջան, Տերը ուզում է, երբ որ մենք մենակ լինենք, ոչինչ մեզ չխանգարի, ինքը գա եւ ասի մեր իրական անունը։ Խոսա մեր խնդիրների մասին։ Այն ամենի մասին, ինչ կարիքը մենք ունենք բժշկվելու։ Գիտես, եթե գնաս սրտիդ մեջ, հայտնաբերես, որ բանը լավ չի, ասեմ մի բան, Հովհաննեսից կարդացինք, լսի Քրիստոսի ձայնը եւ գնա նրա ետևից, Տերը ունակա քո անունը փոխելու։ Եթե մենք իր հետևից չգնանք, միայն լսողներ լինենք, մենք կմնանք նույն անվան տակ։ Բայց եթե էլի եմ կրկնում, դու քո սրտի մեջ քննես ամենը եւ հայտնաբերես, որ մի բան այն չի, գնա Հիսուսի հետևից, լսի նրա ձայնը, գնա նրա հետևից եւ Տերը քո անունը կարա փոխի։ Շատ շատերին է փոխել, քոնն էլ կարա փոխի։ Հիմա ուզում եմ մի հատ փորձեք օրինակներ ասեմ։ Հիշում եք, ես ասացի, որ սրտի մեջ մարդ կարա ինքն իրան խափի, եթե ավետարանի լույսի ներքո իրան չքննի։ Ենթադրենք մեկ իրան քննում է, գնացել է, ուղղակի ուզում եմ օգնել, որ հասկանանք մեր անունը ինչ է։ Գնացել ես քո սրտի մեջ քննում ես եւ տենում ես, որ ես անցյալում եղել եմ օրինակ ողորմած։ Հիմա էլ եմ ողորմություն անում, պատրաստ եմ էլի անեմ։ Ահա, այս ողորմությունս անում ոչ մեկ չգիտի, ծածուկ եմ պահել։ Նույնիսկ իմաչը մոռացել է, ձախս, ամեն ինչ զապիսներումս ոչ միտեղ չկա։ Ամառ ես մոռացել եմ, բայց որոց ես ողորմություն անող եմ եղել։ Շնորհավորում եմ քո անունը ողորմություն անողա։ Եթե մեկը իրան քննում է, սրտի այնանկյունում, եւ հասկանում է, որ ինքը հաստող եւ օգնող է, միշտ տենց եղել է, կա ու կլինի, բոլորին հասել է օգնում է, բացի երկու հոգուց։ Այդ երկու հոգու անունը դու ասա։ Չկա տես մարդ, հա։ Ֆլան ու ֆստանը ենթադրենք։ Գիտես խի, որտեղ մի ժամանակ ինքը իրանց դիմել է օգնության, իրանք իրան հատկազ են արել, հրաժարվել են։ Հիմի որոշել է, ես կօգնեմ, ասեմ բոլորին բացի այդ երկու հոգուց։ Եթե կատես մարդ, շնորհավորում եմ, կանոնը հասնող եւ օգնող է, բայց դեմից դիր շահախնդիր։ Երեք բառ, շահախնդիր, օգնող եւ հասնող։ Մարդ կարա ունենա 3-4 բառից կազմված մի հատ անուն։ Նախադասությունից կազմված իմաստը, կարևոր ստեղ իմաստն է։ Հիշում եք, Աշոտ Ղազարյանը մի հատ կատակ ուներ, ասում էր գշտի գշտամբոն, հա, չեք հիշում, որ գնում է երեխայի անունը երկար անուն է, ես չեմ հիշում, մի 15 րոպեանոց անուն է, ընկնում է ջրհորը, մեկը վազելով գալիս է, ասում է վերջը գշտամբոն ու անուն ասում են ինչ, ասում անգավ ջրհորը, խեղդվա, մինչև այդքան անուն ասեն։ Այսինքն մարդանունը կարա բաղկացած լինի երկար, կարճ, բայց ամբողջ միտքը սա է, թե ինչ է նշանակում դա։ Իմաստը որն է, Աստված այսօր ինձ, քեզ, որպես թե ով է ճանաչում։ Ով եմ ես երկնքի առջև։ Այո, մի հատ ֆիլմ կար, հիշում եմ Ջեկի Չանը խաղում չինական կինո էր, կինոյի վերնագիրը սենց էր Կտոյա։ Այդ մարդը հիշողությունը կորցել էր, իր անունը մոռացել էր, նման դեպքեր շատ են լինում։ Բայց բոլոր դեպքերում իմ համար գոնե թե ես անալիզ եմ արել, որ հաճախակի գնամ։ Եվ եթե իմից տեղ մեկը սենց բաց թող ես միտքը, ծտերը գալու են դսից վերցեն տանը իր մտքից, բայց խորհուրդ եմ տալիս քուրս ախպերս, ով էլ որ լինես։ Մի հատ որ գնաս քո աղոթքների մեջ կլինի, անկողնում կլինի, չգիտեմ, մի հատ գրա քո սրտի մեջ, ինչպես ջրի մեջ է երեսի, այնպես քո սրտի մեջ դու քո դեմ նայես ես ով ես եւ Աստված որպես ով է թե քեզ ճանաչում։ Ինչ է անունդ։ Շատ անգամ եղբայր կամ քույր մեկը մյուսի կարիքն ունի, ասենք թե հացի կարիք ունի, սոված է, բայց մենք խորհուրդ ենք տալիս։ Եթե խորհրդի կարիք ունենա, բան չնեմ ասելու խորհուրդ, բայց եթե հացի կարիք ունի, խորհուրդ մի տու հաց տուր։ Շատ անգամ մարդիկ գնում են որոշ этаպներով ամենտեղ դռները փակա գալիս է, հասնում է ինձ ին վրա ասեմ։ Ես իրան խորհուրդ եմ տալիս, որ գնամ նրա մոտ, ինքը արդեն ընդեղ եղել է։ Այն որ հասել է քեզ, ակնկալում է օգնություն, ոչ թե ընդամենը խորհուրդ։ Մենք խորհուրդ ենք տալի եւ կարծում ենք թե ոմն մեկն ենք։ Ես ինչի մասնում խորհուրդ տվեցի։
Բայց այդ ամեն ինքը գիտեր իզնից առաջ։ Պրոստե դռները փակեր։ Հիմա ինչ ես կարծում ես մարդու անունը ինչ է, ինչ կլինի։ Թողնում եմ ձեզ։ Նմանատիպ խնդիրներ շատ են լինում։ Երբ որ մեկը դիմում է քեզ, քո տարբերակ առաջակի ոչ թե ուրիշներինը։ Եվ կարծում եմ այս մարդկանց անունը այլ կլինի։ Կտարբերվի նրանցից, ովքեր միմյանին խորհուրդ են տալիս, սիրում են խորհուրդ տալը։ Եվս մի պատմություն։ Շատ անգամ ինքներս հավատացյալներս փոխանակ օգնելու ասում ենք, դե հեր ունի, թող հեր անի, որդի ունի, թող որդին անի, քերին, հորքուրը, չգիտեմ, ես մեկ ալի խի ես։ Ասում, բա դու ով ես, եղբայր ջան, ասում, ես իրա եղբայրն եմ։ Ասում, իրոք, եթե դու իրա եղբայրն ես, դու ցույց չես տա ուրիշ տարբերակ, քոնը կառաջարկես։ Կասես, լսի, ես եմ քո աղբերը, խես պապա այդ ասում։ Խես այն հոգուրիտ մարդուն ասում, ես եմ քո աղբերը։ Ուրեմն երբեմն լինում է, որ տարին 2-3 անգամ օգտվում եմ օդանավակայանից, թռչում եմ Սամատով ինչ որտեղ էր, ու ամեն անգամ թարսի նման ժողովուրդ ջան, երկու որդի ունեմ, երկուսն էլ մեքենա ունեն։ Հենց այդ թռնեսորեն մի հատ խնդիր առաջանում է։ Էլ չասեմ, էլի մանուկների իշխաններ տարբեր են եղել իրանք, միշտ էլ ժամանակ, բայց միշտ էլ չգիտեմ, ես բառը հայերեն ոնց է, չերես նիմագու, հասկանում եք երևի թե, իրանք ինձ տարել են, հասցել են ամեն բան։ Մի անգամ եղավ sense դեպք, ասեցի չէ, նենց էր իրավիճակը, իրականից ասի ոչ մեկը չեք տանելու։ Ես հրաժարվում եմ ձեր տանելուց։ Տաքսին կա, այդ մարշրուտկեք կան, կգնամ։ Ես ինքս հրաժարվեցի։ Չէ, ասի չեք տանելու եւ վերջ, որովհետեւ սիտուացիան գնահատեցի շատ ավելի կրիտիչն է։ Պետք չէ որ իրանք ինձ տանեն։ Մի հատ եղբայր երիտասարդ եկավ ասավ, ավակ ախպեր ես եմ քեզ տանելու։ Չասեց երկու տղա ունի, երկուսի տակն էլ ավտո կա, դե թող տանեն։ Ասավ ես եմ տանելու։ Ասի ախպերս չեմ ուզում, կա նեղություն չեմ ուզում տամ։ Չէ որ չէ, պետք է ես տանեմ եւ վերջ։ Գիտեք սա խեն պատմեմ քուրիկի եւս եղբոր պատմությունը։ Հիսուսի հետ երբ որ դեպքեր եղել, ասում այս պատմությունը պիտի պատմվի ամենուրեք։ Դա այդ մարդկանց արարքնել եմ ես պատմում, որտեղ քարոզում եմ այս թեմայի շուրջ։ Տարավ ինքը մեզի եւ այնպես պատշոտի, այնպես տարավ, դե ընդհանրապես արեպոտ որ մտնում ես, պասաժիրը իջացնում ես, դուրս ես գալի, որտեղ մեծ փողեր են դեմոցում ամեն րոպեի համար, չգիտեմ, ստեղ ոնց է։ Չէ, կանեց ես պիտի գամ ինչ է վերջ։ Մի հատ պայուսակայինները, սա բան չի ծանր չի։ Չէ, ես պիտի գամ։ Ձեր մեծ վերցես տարավ։ Անենց առայցություն տվեց, որ բիզնես կլասի մարդիկ երանելի կտային ամենայն անկեղծությամբ։ Ասում եմ ինչի համարել է տեր ջան, որպես ինչ, բայց իմ ուշադրությունը գրավեց ավելի մի ուրիշ բան։ Իր անունը, տենաս Աստված ոնց է ճանաչում։ Արդեն սկսում եմ հասկանալ ոնց է ճանաչում։ Եվ ինչքան եմ ուզում, որ իմ անունը տենց Տերը ճանաչի։ Չէ թե միայն նա, որ իմ անունը տալիս են մարդիկ կարծիք են կազմում իմ մասին, իրանց մտքում տենում են ավակին, իրա չգիտեմ, անցած ճանապարհներով, լավ կամ վատ արարքներով, այլ իրականում Տերը ինչպիսին է ինձ ճանաչում։ Գիտես, ես ուզում եմ կամաց կամ ավարտին, սկզբից ես ասեցի, որ մարդու անուն իր ինքնությունն է։ Ասեցինք, որ մարդը տանով մեծանում է եւ ծերանում է։ Ասեցինք, որ մարդու անուն տալով մտքին մեջ տենում են եւ քո անուն տալով են ուրիշները տենում, բայց ասեցինք նաեւ, որ Տերը քեզ ճանաչում է մի անունով, որը միգուցե դու էլ չգիտես։ Բայց Աստված էլ ունի անուններ։ Երբ որ Մովսեսը հանդիպեց Եհովային հանդիպեց վարվող մորենի մոտ, ասավ ինչ անունդ, ասավ ես եմ։ Եհովա իր է, Եհովա Նիսի, Ադոնայ, Էլշադայ, Էլոհիմ, մի խոսքով, եւ այս անունները բնորոշում են մեր Աստծո ով լինելը։ Իր ամենակարող լինելը։ Տենց է տենց չի ժողովուրդ ջան։ Երկրի վրա դժվար թե ճարեք մի բան, որ անուն չունի։ Հիսուսն էլ ունի անուններ։ Հիսուսի համար ասվեցավ, թե Իմանուել կոչեք, որ կոչվում է թե Աստված մեզ հետ։ Եվ Տերը մի անգամ ասավ. մի վախեցեք, ես ձեզ ворբ չեմ թողնի, ձեզ հետ կլինեմ մինչև աշխարհի վերջը։ Եսային ասում է իր անունը խաղաղության իշխանա, հզոր Աստված է, սքանչելի է։ Ես մի անգամ փորձեցի հասկանամ սքանչելի բառի իմաստը, հասկացա, որ դա միմիայն Հիսուսն է։ Հələ շուրթերովդ ասա Հիսուս։ Պրոստը քո համար դες ինչքան սքանչելի է։ Եսային ինչ ճիշտ է նկարագրել։ Մի հատ երիտասարդ գիտեմ, ֆուտբոլիստ է, իր անունը Հիսուս է, բայց սքանչելի չի։ Երբ որ խոսքը Տիրոջ մասին է, ինչքան սքանչելի է։ Ես ամենը բնորոշում եմ մեր Տիրոջը։
Նա կյանքի հացն է։ Նա ասավ ես եմ ճանապարհը։ Ճշմարտությունը ամեն։ Ինքն է ամեն բանի մեջ։ Ալֆան եւ օմեգան։ Առաջինը, վերջինը, սկիզբը, վախճանը Հիսուսն է եւ այս բոլոր անունը բնութագրում է մեր Տիրոջը։ Վերջ-վերջո նրա անունը կյանք է։ Օրհնյալ է իր անունը, ժողովուրդ ջան։ Ինչ է իմ ու քո անունը։ Եվ ճիշտ է եւ արդար է, որ մենք նմանվենք մեր Տիրոջը։ Բայց դա կլինի միայն մի դեպքում, երբ որ իր խոսքը մեզ առաջնորդ, երբ որ մենք գնանք իր ետևից։ Իսկ գնալու համար նախ պետք է մի հատ առանձնանաս։ Ինչպես ջրումն է երեսի առջև, այնպես էլ սրտի մեջ մարդս մարդի դեմ։ Խորհուրդ եմ տալիս մի անգամ գնաս սրտիդ մեջ, դու քո դեմ, ուրիշ ոչ ոք, եւ հանդիպես Հիսուսի հետ։ Եվ տեսնես բանդ ինչումն է։ Քո անունը ինչ է։ Տերը որպես Տեովա ճանաչում։ Հաստող եւ օգնող շահախնդիր, ցուցադրական, չգիտեմ ես ինչ, քեզ հետաքրքիր չի քո իրական անունը ինչ է։ Եթե հետաքրքիր է, ես էլ կգնաս տունդ, մի հատ էլ գնաս սրտիդ մեջ։ Ասա Տեր, միայն քեզ եմ հրավիրում ստեղ։ Որպեսզի ինքդ քեզ չխաբես այնտեղ, դրա համար եմ ասում, Աստծո լույսի ներքո։ Այլապես մենք միայն կանենք լավերը նկատենք, վատերը չէ։ Եվ անկեղծ մեր կանանք Աստծո առաջ ասենք Տեր, խնդրում եմ իմ անուն ասա։ Եվ սովորացրու ինձ նմանվեմ քեզ, որ մարդիկ ինձ տեսնելից քեզ տեսնեն իմ մեջ։ Ամեն ժողովուրդ ջան։ Թերևս ասքան ես չեմ ուզում ծանրաբեռնեմ ձեզ ուրիշ բաներով, կարծում եմ այս քանի մեջ բավարարի միտքս կարացի փոխանցեմ ձեզ։ Աղոթենք, հա, եւ արտազ դախպեր, ոտքի կանեք աղոթքով գանք Տիրոջ առաջ հիմա։ Օրհնյալ ես ամենակարող Աստվածի։ Երկնային Հայր, փառք ու պատիվ քո սուրբ եւ պատվական անվանը, Տեր ջան։ Տեր, շնորհակալ եմ քեզանից։ Շնորհակալ եմ ամեն բանի համար, որ մի օր դու մեր կողքով անտարբեր չանցար։ Կանչեցիր մեզ, մաքրեցիր, լվացիր ու սրբեցիր։ Օգնիր մեզ այսօր քեզ հետևել, Տեր իմ Աստվածի։ Մեր հայացքը կտրենք աշխարհից, ձերք բերովի անուններից մարդկային։ Խնդրում ենք օգնիր մեզ, Տեր, քո լույսի ներքո մեզ հայտնաբերելու, ճանաչելու մեր ով լինելը, Տեր Աստված։ Դու գիտես մեզ, Տեր, դու մեզ ճանաչում ես։ Օգնիր մեզ, Տեր իմ Աստված իմ շտկվելու, ուղիղ սիրտ եւ ուղիղ հոգի նորոգիր մեր մեջ, Տեր ջան։ Օգնիր մեզ, Տեր իմ Աստվածի։ Ողորմած Տերս, ես չեմ ուզում կախվածնել մարդկային որևէ կարծիքներից, անուններից, տարատեսակ։ Ուզում ենք հասկանալ Տեր իմ Աստվածիմ եւ ճանաչել քո կողմից տրված անունը, Տեր։ Եվ օգնիր, որ այդ անունը Տեր իմ Աստվածիմ, այդ անվան անունը լինի իմն ես։ Որ մեզ կանչես մեր անունով, կանչես ասես սա իմն է, նա էլ է իմը։ Օգնիր Տեր Աստված, ողջ փափագսա, որ քո ժողովուրդը Տեր իմ Աստվածին ճանաչի քեզ, հետևի քեզ եւ դու ամեն մեկին ճանաչես իր անունով եւ այդ անվան անունը լինի իմն ես։ Մենք քոնն ենք, Տեր, եւ դու մեր Աստվածը, մեր Տերը, մեր Փրկիչը, մեր կյանքի իմաստը եւ մեր առաջնորդը։ Եվ թող ամեն բանի մեջ քո սուրբ անունդ փառավորվի։ Այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից։ Ամեն։